Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչի, ես երեկվա հաղորդումը ձայնագրվելուց ասել էի, որ ինչ-որ Ռուսաստանի հայերը կարծես չեն միտինգ տեսնենք կանեն չեն անի, ոնց որ չեն անի, բայց մի փոքր սխալվեցի պարզվում, որովհետեւ որվա մեջ տեսանք որոշ ներկայացուցիչների, ընդ որում խուզարկության մեջ գտնվող նաեւ, ովքեր որ դեսպանատան դիմաց ինչ-որ, չգիտեմ, պաշտպանում էին եկեղեցին, թե որ եկեղեցին դա էլ է անհասկանալի, ում էին պաշտպանում, այնտեղ էր նաեւ Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, գլխարկը գլխին, չգիտես ինչու է այնտեղ չէր Արշակ Կարապետյանը, այնտեղ չէր Արա Աբրամյանը, այնտեղ չէր Եզրասը, չգիտեմ, սրանք երևի մի փոքր ավելի էին վախեցել, որ գային, կամ զգուշավորությունը երևի ավելի են գնահատել, կամ իրենց ավելի հարմար է հեռավար ձևով sense Facebook-ով մտնել, ինչ-որ սթրիմներ անել, չգիտես, տարբեր բաներ խոսել, բայց միայն թե դուրս չգալ, վախենալ դուրս գալ դեմ առ դեմ, կամ չեն կարողանում դեսպանատուն դիմել ինչ-որ նորմալ ձևակերպումներով եւ հանդիպան պահանջ ներկայացնել իրենց ասելիքը ասելու համար եւ պատասխանները լսելու համար, մի խոսքով Կամերը շատ են, եկեք ամեն մեկս մեր ձևով մեր ենթադրությունները անենք, սա մի կողմ, այնուամենայնիվ ես բոլոր նրանց, ովքեր դուրս էին եկել եկեղեցու մոտ, դեսպանատան մոտ ու ինչ-որ եկեղեցի էին պաշտպանում, ես նրանցից պահանջում եմ հստակեցում, ավել բան չեմ ասում, տեսեք, չեմ ասում, որքանով դուք իրավունք ունեք, որքանով ոչ, որքանով դա տմարդի, երկրի լեգիտիմ ղեկավարի դեմ այլ երկրում նման գործողություններ ծավալել, ես ամեն ինչը մի կողմ եմ դնում, դա ձեր որոշելիքն է, միևնույնն է, ձեր որակական հատկանիշները արդեն բոլորիս պարզ են, բայց մի հատ հարց մնում է օդի մեջ կախված, որը հստակեցման կարիք ունի, հարցը հետևյալն է, դուք որ եկեղեցին եք պաշտպանում, որովհետև կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունում կա հետևյալ թեման, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, չէ, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի, Արմյանսկի ապոստոլսկի ցերկով, չէ, Ռուսաստանում արդեն վաղուց մի 15 տարի ներկայացնում են որպես հայ առաքելական ուղղափառ եկեղեցի, Արմյանսկի ապոստոլսկի Պրավասլավնի ցերկով։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, դուք լինելով Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցիներ ըստ էության, լավ ներկայանում եք ազգությամբ հայ ու ասում եք եկեղեցի եւ այլն։ Որ եկեղեցին եք պաշտպանում, որովհետեւ եթե Ռուսաստանում պաշտպանում եք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, ապա այդ միտինգը պիտի տեղափոխեք Մոսկվայի եկեղեցու տարածք, հայկական եկեղեցու տարածք, որպեսզի պաշտպանեք հայաստանյաց առաքելական եկեղեցին ձևափոխումներից նմանատիպ եւ ինչու ես պղծում բառը ձեր մակարդակի չեմ ուզում իջնելու ասել, բայց այնուամենայնիվ այո դեգրադացումից, որովհետեւ հենց այնտեղից է հրահանգավորվում եւ հենց Եզրասն է օծում նմանատիպ եկեղեցիներ։ Խնդրեմ գնացեք ձեր միտինգը արեք, հավաք կազմակերպեք ու ասեք Եզրաս ես ինչ ես անում։ Մեր եկեղեցին Արմյանսկի ապոստոլսկի ցերկովն է, ոչ թե Արմյանսկի ապոստոլսկի պրավասլավնի ցերկով, ես ինչ եք հորինում։ Թե նորմալ է դեգրադացիան Մոսկվա, չնայած նորմալ է երևի, որովհետև Ռուսաստանի Դաշնությունում ամեն ինչ, երբ որ լսում ես նրանց հաղորդումները, նրանց պոլիտոլոգներին, նրանց որոշ քաղաքական գործիչների խոսույթը եւ այլն հասկանում ես, որ առհասարակ այդտեղ դեգրադացված չմնալը առանձնակի հերոսություն է պահանջում եւ բարձր ինտելեկտ, որպեսզի նույնպես կան իմիջայլոց Ռուսաստանում, այնպես որ շնորհավորում եմ ձեզ։ Եվ երկրորդ, նա ուրիշ էսպիսի բան էլ էլի։ Այդ պահանջով, որ ես աչքովս ընկավ բանը, շպրոտը ինչ որ եթեր էր արել, ամեն դեպքում ես ասեմ, որ Facebook-ով ավելի մանրամասն կանդրադառնամ իհարկե երկչուհի շպրոտի գործողություններին կամ նրա գործունեությանը Միացյալ Նահանգներում, ասեմ, որ
ինչ որտեղ նա լավ բաներ էլ է շատ անում, շատ, ասենք, օրինակ կործանված մարդկանց կամ կործանվող մարդկանց, ովքեր դրագի վրա են, այսինքն բանը առանց նարկոտիկ չեն կարողանում ապրել, նա կարողացել է մի քանիսին առնվազն բերել եկեղեցի եւ եկեղեցու միջոցով կտրել դրանց։ Այսինքն լավ բանը մնում է լավ բան, ինչի համար բրավո։ Բայց երբ որ նյարդայնացած եթերս անում, թե բա գնացել էր Փաշինյանը բոլորի առաջ բողոքում էր եկեղեցուց, չգիտեմ, թշնամիների առաջ բան, ես չգիտեմ, դուք հասկանում եք ինչ է նշանակում ժամանակակից տեխնոլոգիա, արտաքին հետախուզություն եւ այլն, հասկանում եք։ Այսինքն պետության դեմ կարելի է գործ տալ, խաբել, ընդ որում գործ տալ, կեղծ եւ սուտ մատնություններով հանդես գալ, ցուցմունքներ տալ, բայց երբ որ հստակ հարց է հնչում եւ գնահատական պիտի տրվի, պետության ղեկավարը իրավունք չունի դա անելու, այս ինչ ձև եք մտածում։ Ինչ շատ հետաքրքիր է ձեր մտածելու ձևերը։ Սուտ թեմա եք բռնել արշավ եկեղեցու դեմ։ Ու այս սուտ թեմային նվիրված առաջ եք գնում։ Ոտից գլուխ սուտ թեմա։ Իմիջիալոց 3 աչքովս ընկավ 3 թե առաջ օրը Վահագն Ալեքսանյանի ու Քրիստինա Վարդանյանի դաշնակցական բանավեճը, որտեղ որ Քրիստինա Վարդանյանը հետաքրքիր բացահայտում արեց։ Ես տեղյակ չէի։ Չգիտեմ, դա այդպես է թե չէ, որովհետև դաշնակցականների ամեն խոսքին չի որ հնարավոր է վստահել, ամեն դեպքում ճշտել կարելի էր, բայց այսպիսի հայտարարություն արեց, որ Կտրիչ Ներսիսյան անուն ազգանունով մարդ չկա։ Կա Գարեգին B. Ներսիսյան, ընդ որում ինչ որ անձնագիրը փոխել է Կտրիչ Ներսիսյանը վաղուց եւ իր անձնագրով ինքը Գարեգին B. Ներսիսյանը։ Հիմա հարց, եթե Կտրիչ Ներսիսյան անց չկա, բա դուք ինչ եք դուրս եկել մեզնից պահանջում, որ Կտրիչ Ներսիսյան չասենք, Գարեգին B ասենք։ Ախր համ են եք ասում, գժի դարա, ինչա։ Չկա, անցեք առաջ, բա ինչ եք ասում մեր բանի Գարեգին B-ի ավազանի անունն եք տալիս, չկա տենց մարդ, անձնագրով ուրիշ մարդ է։ Ըստ Քրիստինե Վարդանյանի իմիջայլոց, ըստիս չէ։ Ըստիս նա կա։ Անկախ նրանից անունը փոխել է թե չէ, այդ անձնավորությունը կա, որը հեչ ամենայն հայոց կաթողիկոս չի։ Եվ իր, ասենք, մի հատ ես ուզում եմ հասկանանք դուք ինչ եք ուզում։ Ուզում եք ձեր առած ձևակերպումների հետևից գնանք։ Դուք ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը, Գարեգին B-ն ամենայն հայոց կաթողիկոս է։ Ամենայն հայությունը բոլոր տեսակ հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիները նրան չեն ընդունում։ Եթե այդ հարցումներին իհարկե ձեր լրագրողները կարող են հարցումները անել, հետո բերել մոնտաժել ուրիշ պատկեր ստանալ, ես ունեմ առաջարկ։ Եկեք ստեղծենք տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մի հատ հանձնախումբ, մի լրագրողական համենք ձևավորենք տարբեր դաշտերից, բոլորը միասին գնան հարցում անելու, մեկը մյուսին վերահսկելով, եւ ինչ պատկեր ստանանք տեղադրենք, որ ոչ մեկ մանիպուլյացիա չանի։ Համաձայն եք։ Օրինակ Free News-ը, մեր հեռուստատեսությունը երբեք մոնտաժ չի անում։ Ինչ մատերիալ ստանում է, ամենայն անկեղծությամբ հարցումների արդյունքում, դա էլ ներկայացնում է։ Բայց որպեսզի չլինեն այդ կասկածները, ես ունեմ այդ առաջարկը, եկեք գնանք, միասին անենք։ Ինչ եք ուզում եք, որ մենք բանին, ոնց էր անունը, Արշակին, ինչ ասենք սրբազան հայր, Դանոշչիկին, մարդու սումկի մեջ պլանքցողին ասենք սրբազան հայր, այսինքն դուք ուզում եք, որ հայությունը, հայ մարդը լինի այդպիսին, սա ձեր պատկերացրած դասիրակությունն է, որը 20 տարի տվել եք ժողովրդին։ Ասում եք մենք իսկական հայերս, փաստորեն ձեր պատկերացմամբ իսկական հայերը դանոշչիկներն են, ովքեր սրա նրա գլխին սարքում են, ջեբները պլանքցելով։ Կամ ինչ եք ուզում եք, որ մենք Աչապահյանին ինչ ասենք։ Ուզում եք, որ ցանկացած
եկեղեցական կարողանա հեղաշրջման կոչ անել, եթե իշխանության վրա ղեկին դուք չեք։ Թե ուզում եք Վազգեն Գալստանյանը շարունակեր իր գործունեությունը տերորի գծով։ Պատասխանատուն ով էր լինում հանրության առաջ, ժողովրդի առաջ դուք։ Թե ժամանակ դուրս եք գալու փաստարներով, ասեք, բա ժողովրդի անվտանգությունը չկարողացան պաշտպանել, ապա ուրեմն հեղափոխություն ենք էլի անում։ Էլի դուրս գաք դիմադրության շարժումը։ Ինչ եք ուզում։ Դուք մեր կենցաղը, մեր կյանքը ո՞նց եք պատկերացնում, մեր տեսակը ո՞նց եք պատկերացնում, այդպես։ Ինչու ոնց ուզում բնութագրում եք։ Ինչը ոնց ուզում բնութագրում եք։ Երեք քննչական գործողություններ էին իրականացվում Արցախի ներկայացուցչության շենքում։ Արդեն բոլորը դուրս են եկել, արդեն բանը Ալիևի հրահանգն է կատարում։ Ալիևի հրահանգը։ Մեկ բան ասեմ, էլի, այսինքն դուք ուզում եք ասեք, որ Ալիևը հրահանգել էր, որ Արշակ Սրբազանին ձերբակալվեր, որովհետև ինքը դանոշիկ է, հրահանգել էր բանին Աչապահյանին ձերբակալել, որովհետև հեղաշրջման կոչ էր անում, հա? Հեղաշրջման ժամանակ երկիրը ավելի է թուլանում, այն էլ պատերազմից հետո, ու շատ ավելի հեշտ է ստացվում այդ երկիրը նվաճել։ Դա հրահանգել էր, կարող է ձեր կարծիքով Ալիևը հայ է։ Ալիևը հրահանգել էր Բագրատ Սրբազան ձերբակալել, որպեսզի հանկարծ Հայաստանում տերոր տեղի չունենա, այն էլ են նկարագրությամբ ինչ որ կա։ Ալիևը հրահանգել է Կտրիշ Ներսիսյանի դեմ ինչ որ գործողություններ իրականացնել, որովհետև Կտրիշ Ներսիսյանի բացարձակ հետաքրքրության գոտում չէր Արցախի ճակատագիրը եւ որևիցե անգամ զանգերը չղողանջեցին կամ որևիցե անգամ հանրությանը խոսքով չդիմեց իր ազդեցիկ, չգիտեմ ինչով, հա։ Ինչ է Ալիևը ասը, թուրքի պանջ, Ալիևը ասը, թուրքի պանջ, իրաց բանն է, էլի։ Դες այնքան են ասել, իրանք սկսել են հավատալ դրան։ Ես լուրջ եմ, ես հավատում եմ, որ իրանք հավատում են դրան։ Սա արդեն մանիպուլյացիա չի։ Սա մանիպուլյացիա չի, սա հենց հիվանդություն է։ Այնքան են իրանք այդ սուտը ասել, որ իրանք արդեն համոզված են, որ դա ճիշտ է, անգամ երևի պատրաստ են երթվել, չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Հիմա ներկայացուցչության շենքում քննիչները գործողություն են իրականացնում։ Ինչ է լրագրողները վազում են քննիչ։ Մի հատ ասեք, ինչ եք տանում եւ այլն։ Չեք ուզում ասել, բան։ Գիտեք, դուք իսկապես լրագրող չեք, ինչպես Սյոպա Սաֆարյանները հիանալի ձևակերպել, դուք լուսաբանող անդիմադիր լուսաբանողներ եք։ Ձեզնից ինչ լրագրողը ո՞նց կարող գնա պահանջի, որպեսզի քննիչը ինչ որ արգրավում է, հանի ցույց տա կամ բան այն, դուք ով եք։ Ընդ որում, այն միտեղ ավելի ծիծաղելի վերնագրով էր։ Բանը, ոնց էր գրած, քննիչը բղավում է լրագրողի վրա։ Բացում նայում ես, այդ տղեն ոչ միայն չի բղավում։ Այ մարդ այնքան համեստ խոսալով է գնում, որ այդքան համեստ խոսալ էլ պետք չէր, էլի երևի։ Այնքան որ սես վերնագիրը տեսնեն, մարդիկ մտնեն ինչ ա եղել, նայեն, այդպես լայքեր հավաքեն սրանք, չես հասկանում։ Դուք պատասխանատվություն զգում եք հասարակության առաջ, ում որ լուրեր եք սպասարկում։ Ես այստեղ նստած մի հատ բան հանկարծ այն չեմ ասում, ամբողջ գիշեր չեմ քնում, հաջորդ օրը գալիս ներողություն եմ խնդրում սխալվելու համար։ Դուք ձեր հետ պետք չի, ձեր առօրյան դա է։ Ու բնականաբար մի անգամից գնաց Ադրբեջանի պահանջով բան անել է, էլի ասենք թեզը։ Ու ինչ է ասում։ Բանը Տիգրան Աբրահամյանը Արցախի ներկայացուցչությունում արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց այսօր քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում։ Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական արևմտյան Ադրբեջան հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, Հայաստանի Հանրապետության իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում։ Ուրեմն ես Տիգրան Աբրահամյանին ասեմ, դուք չեք էլ պատկերացնում, թե Ալիևի համար ինչքան հաճո քաղաքգործիչներ կամ ազգային ժողովի պատգամավորներ եք դուք։
Ինչքան հաճո, որովհետև մինչև այսօր պատիվ ունեմ դաշինքն ու Հայաստան դաշինքը առնվազն 1000 անգամ Ալիևի արունոտ ձեռքերը լվացել են իրենց նմանատիպ հայտարարություններով։ Իրենց ամենատարբեր հայտարարություններով։ Արյունից լվացել, մաքրել, իստեկել դրել են այնտեղ։ Ինչ աշակում եկեք այս հարցը մի փոքր սենց խորքից գանք։ Ուրեմն արևմտյան Ադրբեջան տերմինը, եթե կուզեք իմանաք, նոր չի։ Պարզապես այն ժամանակ, ես որքան հիշում եմ դեռ Սերժի Քոչարյանի ժամանակով այդքան ուշադիր չեմ եղել։ Նոթբուք, իմ առաջին նոթբուքը ունեցել եմ 2006 թվականին։ Այն ժամանակ էլ շատ դանդաղ կապով ու այսքան ծրագրային հնարավորություններ բնականաբար չկային։ Իսկ ընթացքում շատ եմ լսել ադրբեջանցի պրոպագանդիստներից արևմտյան Ադրբեջան տերմինը եւ ոչ միայն, շատ ավելի բաներ եմ լսել։ Երևանը բուն ադրբեջանական, չգիտեմ ինչա, քաղաք է եւ Անգուլի խանն է դեռ հիմնել 16-րդ դարում, հա Գյոլչայի պատմությունը եւ այլն, այս ամեն ինչը միշտ է եղել, Սիսյանը ադրբեջանականը, մի խոսքով ամեն ինչը։ Այս արևմտյան Ադրբեջան տերմինի ժամանակ ու պարզապես այն ժամանակ շատ չէր տարածվում sense խոսույթները եւ լրագրողներին էլ արգելված էր, որպեսզի նրանք էլ ուսումնասիրեին թե Ադրբեջանում հետ ինչ են խոսում, հա։ Ես Սերժ Սարգսյանն էլ բնականաբար լռում էր, ինչպես լռել է միշտ, այդ վերջերս է ակտիվացել, սկսել է խոսել, մոսել, տես զարմանում ենք, փաստորեն այս մարդը խոսում էր, մենք գիտենք մենակ չոչ է անում, պարզվում է խոսում է, նոր տարի Սերժի ձենը կլսեինք, այն էլ մի կերպ կարդալով, ընդունում ենք, որ եւ այլն։ Հիմի, Երևանի կենտրոնում անգամ հին Էրիվան օբյեկտ կար, ես դրա բազմից եմ ասել, նրանց մեկնաբանությամբ Մխիթար Գոշը նույն Մուխտար Գոշն էր ադրբեջանցի, Սայաթնովան ադրբեջան, բոլորը ադրբեջանցի էին մի խոսքով, այնքան բան կար, մշակույթը այնց այդ ժամանակ ձևավորում էին իրենց կեղծ պատմությունը, ձևակերպում էին, այդ ժամանակ ոչ մեկի գվոցը դուրս չէր գալիս, ոչ մեկի ծպտունը չենք լսել, ես այդ ժամանակները բազմիցս բարձրաձայնել եմ այդ հարցերը, ասեմ ավելին, ես եղել եմ, չեմ հիշում, որ հեռուստատեսությունն էր, եղել եմ տվյալ հեռուստատեսությունում հյուր, ամպեմ բայց կհիշեմ մի օր, ու այս թեմաներին անդրադառնալուց հետո եկել եմ, տեսել եմ բանը, հաղորդումը կա, այդ հատվածը մոնտաժած, արգելված էր դրա մասին խոսել հեռուստատեսությամբ, դուք հասկանում եք, բայց հարցը դա էլ չի, թե երբ ֆանից է սկսել, երբ ֆանից չի սկսել, նա այդ տերմինը ձեզ ասել է, որ արևմտյան Ադրբեջան նկատի ունի Հայաստանի Հանրապետություն, հա, դուք չեք զգում, որ ստեղ ուրիշ ձևով եք մտածում, արևմտյան Ադրբեջան Ղազախի շրջանն է օրինակ, արևմտյան չի, Ադրբեջանի արևմտյան հատվածում չի, օրինակ մեզ համար արևմտյան Հայաստանի արևմտյան տարածքը ճիշտ է, տես մենք մենտալիտետով, քանի որ այնքան ենք ասել արևմտյան Հայաստան նկատի ունենով մեր պատմական հայրենիքի տարածքները, որ մեզ թվում է, որ ով իրանց երկրի արևմտյան կամ արևելյան շեշտում է նմանատիպ մի բան նկատի ունի, հա, բայց Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածը բանն է, Արմավիրի մարզն է, մի կողմից Շիրակի մարզն է եւ այլն։ Ձեզ է ասել, որ ինքը Հայաստանի Հանրապետությունը կամ ունի նման ձևակերպ, դուք չեք զգում, որ այս մանիպուլյացիայի զոհն եք դարձել, ու զոհով բերել փաթաթում եք մեր վզին, որ մենք էլ դրա զոհը դառնանք։ Իսկ մենք դիմադրում ենք։ Գուցե դուք էլ փորձեք դիմադրել, օրինակ վերցնեք։ Բայց այստեղ մի քիչ ավելի խորքային խնդիր էլ կա, որին կանդրադառնանք կարճ դատարից հետո։ Կարճ դատար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, տեսեք ինչ ասում, ասում է այդ կեղծ Ադրբեջան տերմինը նրանք ստեղծեցին,
ու այս կեղծ տերմինոլոգիան որպեսի չկրկնեն, պահանջել են Փաշինյանից, որ Փաշինյանն էլ ասի, որ արցախցիների վերադարձ, այսինքն Բերլինում ասի, որ արցախցիները չեն կարող վերադառնալ Ադրբեջան։ Կեղծ տերմինը փոխարինեց եսի ինչի հետ։ Ու այս թեզը շարունակվում է։ Մենակ Տիգրան Աբրահամյանը չէ, նրանց բոլոր տենց կիսատ պռատ ներկայացուցիչները սրա մասին են պատմում։ Հիմա ասեմ հետեւյալը խոսքի ինչի մասին է։ Բերլինում հանդիպումներից հետո, Գերմանիայում հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողներին, մի քանի լրագրողի կարճ հարցազրույց տվեց մոտ 40 քանի րոպեանոց։ Եվ եղավ նաև հարցը Արցախյան թեմայով, ինչին Փաշինյանը շատ հստակ պատասխաններ ա տվել, կարող եք հենց մտնում եք Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջը, այնտեղ կա, բացեք, նայեք ինչ է ասում այդ մարդը։ Եւ երկրորդ, նրա առաջարկը այլ բանի մասն է։ Եվ երկրորդ, Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ չի, որ ասում է արցախցիների Ադրբեջան վերադարձը անիրատեսական եմ համարում։ Նիկոլ Փաշինյանը ես արդեն 2 տարի է դա ասում է։ Ես հասկանում եմ, որ մեր ընդդիմադիրները, քանի որ իրանք էլ չեն հասկանում ինչին են ընդդիմադիր, ավելի շատ պետությանը կան իշխանություններին, դրա համար կարող է այտենց ուշադիր չեն եղել, չեն լսել, բայց հավատացեք, մենք շատ ուշադիր ենք բոլորի խոսույթին, որպեսզի կարողանանք մեր մեկնաբանությունները մաքսիմում օբյեկտիվ լինենք եւ ինֆորմացված։ Նիկոլ Փաշինյանը 2 տարի է դա ասում է։ Ազգային ժողովի ամբիոնից նույնպես ասել է, դուք այդ ժամանակ փախել եք, ներկա չեք։ Ոչ միայն այդ ժամանակ, դուք միշտ փախնում եք ու ներկա չեք։ Արցախի դրոշները թողնում, փախնում եք։ Դուք թաքնվել եք Արցախի դրոշի հետևում, երբեմն այդ դրոշն էլ թողնում ու փախնում եք։ Դուք չեք հասկացել դա։ Սա շատ հետաքրքիր սիմվոլիկա է առհասարակ։ Շատ հետաքրքիր։ Այ հենց դրա մասին է եղել ձեր իշխանությունը, երբ որ դուք եղել եք իշխանության։ Կամ դրոշն եք հանրկցել մի կողմ, կամ դուք եք փախել դրոշը թողել եք։ Սա է եղել ձերը, միշտ։ Բոլոր բանակցային փաստաթղթերը դա են ցույց տալիս։ Եվ Սերժի նամակ է թվում։ Բոլորը տեք այդպեսին եղել։ Հիմա այդ ժամանակ նույնպես փախած եք եղել։ Եվ որպեսի մի հատ հասկանանք, լավ, եկեք, եթե ձեզ համար ընդունելի չի, եկեք ես ես բլից հարցեր թողնեմ օդի մեջ։ Դուք ձեր համար փորձեք պատասխանել, հա։ Մանավանդ որ ընդեղ էին նաև Արցախից ինչ որ ներկայացուցիչներ եւ այլն, սքում էին բան, մենք փակվում ենք հեսա այս կողմ են կողմ։ Լսեք։ Դուք կփակվեք, թե բաց կմնաք, դա իսկապես քիչ է հետաքրքրում, որովհետեւ դուք չեք որ մտածում եք Արցախի ժողովրդի մասին։ Դուք Արցախի ժողովրդի մասին սկի Արցախում չեք մտածել, ոնց կարող եք Հայաստանում մտածել։ Սա ձեր համար որջ է ընդամենը, որտեղ որ փորձում եք ինչ որ sense բաներ էլի ձեռնարկել։ Բայց սա դա քննիչները դեռ կպարզեն։ Դեռ կպարզեն, որովհետեւ շատ հետաքրքիր ակնարկ կա արել Սոփա Սաֆարյանը, սա դեռ թողնենք, որը մտածելու տեղիք տալիս է։ Նայեք, դուք Քոչարյան, Սերժ, բոլորը խոսում են, որ մենք հեսա գանք, բան, արցախցիները պետք է, ինչ որ սս բաներ է, ձայներ է լսվում։ Բայց sense բան ասեմ, դուք իրատեսական համարում եք արցախցիների վերադարձը Արցախ։ Ասենք թե Նիկոլ Փաշինյանը բերան ասել է, որ ես իրատեսական չեմ համարում դա։ Գոնե առնվազն մոտ ապագայում, հա։ Երբ որ կարող է խաղաղությունը հասնի նես մի հատ մակարդակի, երբ որ ապագայում ծերունդները շփվեն, այս կողմ են կողմ քիչ գնան գան սենց, այն մի մասել գնա, քիչ իր տունը տեղը գտնի, փորձի այնտեղ հիմնավորվել նորից եւ այլն, բայց արդեն Ադրբեջանի օրենքների համաձայն։ Ինչ որ բանակցել է ըստ էության բանը, Քոչարյան Ռոբերտը։ Ահա, այս մարդը ասում է մոտ ապագայում ես իրատեսական չեմ համարում։ Հարց եմ տալիս, դուք իրատեսական համարում եք։ Այստեղ դուք կարող եք ասել կամ ոչ, կամ այո։ Բայց չկա։ Եթե դուք համարում եք այո, շատ նորմալ է։ Հիմա հարց, այո, դե ոչից բխելով հարց չկա, որովհետև ես հասկանում եմ, թե Նիկոլ Փաշինյանը չի ասել ոչ, եւ կհասկանամ բնականաբար, եթե դուք էլ ասեք ոչ, որովհետև դա նույն ոչն է, հա, նույն պատկերացումներով ոչն է։ Հիմա, եթե ասենք թե ոչ թե չեք ասում, ասում եք այո։ Ահա։ Խնդրում եմ, ասեք մեխանիզմները։ Ոնց է դա տեղի ունենում։ Ոնց է տեղի ունենում։ Գնում են ուժ։ Ինչ անձնագրերով։
ինչ օրենքներ են ազդելու իրենց վրա։ Եթե այս ամեն ինչին, իսկ եթե չէ, վստահաբար ամեն ինչին Ալիևը շատ բարդա տրամադրված լինում, կամ առհասարակ ադրբեջանական կողմը։ Եվ սրվում է իրավիճակը, դարձյալ Արցախյան շարժում ենք սկսում, եւ դարձյալ պատերազմներ անհասկանալի ելքով։ Չես կարող ենթադրել ելքը ինչպեսին կլինի։ Ումով եք ուզում անեք, հայ ժողովրդով։ Okay։ Ապա նստեք ու մեզ պատմեք, այդ մենք ենք, չէ՞ ժողովուրդը։ Նստեք մենք պատմեք ձեր պլանը, ձեր առաջարկը, եւ մենք հստակորեն մեր դիրքորոշումը ընտրությունների ժամանակ կներկայացնենք։ Կասենք, մեր դիրքորոշումը ձեր ներկայացած պլանին, որովհետեւ այնպես չի, եթե դուք պլան մշակեք, ուրեմն դա մի հատ վերին ճշմարտությունը ամենաթույն գաղափարն է։ Չէ, դուք եք մարդ, չէ, դուք եք կարող եք ապուշ բան բերեք, ոնց որ միշտ է եղել։ Ոնց որ հիմնականում եղել է։ Մենք ձեր բերած պլանը, ծրագիրը կասենք, ոչ թե որպես ցանկություն ու լավ կենաց բերեք, մենք պատկերացնում ենք որ, չէ, հստակ ծրագիրը, քայլերի հերթականությունը, հաջորդականությունը, եւ որ քայլերն են, որ պիտի արվեին, որ չեն արվել, որի դեպքում Արցախցին կմնար այնտեղ, Հայաստանն էլ կպահպաներ իր ինքնաշխանությունը։ Մինչեւ այսօր որը մեկ հատ ինչ խոսել եք, այս մանրամասները մեզ չեք ներկայացրել։ Որովհետեւ դուք ինքներդ էլ չգիտեք, որովհետեւ սա ձեզ համար ընդամենը թեմա է ներ քաղաքական դաշտում սա ինչ-որ խլորտոցներ գցելու համար։ Որովհետեւ դուք էլ չգիտեք, պատկերացում չունեք դուք դրա մասին։ Այսինքն, եթե դուք ասում եք, որ այ Նիկոլ Փաշինյանը լավ բան չի ասում, որ ասում է արցախցիների Արցախ գնալը իրատեսական չեմ համարում, դուք պիտի որ ունեք այլ տարբերակ առաջարկ, ներկայացրեք։ Մենակ այն բանը, Նարայք Կարապետյանի ներկայացրածի նման չլինի, էլի, այն որ վերեր կացել, ասում է բանա։ Եթե լինի Նիկոլ Փաշինյանի փոխարեն ուժեղ բանակցող, գերիները կվերադառնան։ Որ ասում ես Նարեկ ջան, դու ինչ նկատի ունես ուժեղ բանակցող ասելով։ Ինչ նկատի ունես, ինչ է նշանակում ուժեղ բանակցող։ Մի հատ կարելի է իմանալ, որ քայլերը չեն արվել, որ այդ ուժեղ բանակցողը ուժեղ ոնց ենք հասկանալու ուժեղ է ինքը որպես բանակցող թե չէ։ Գերիների հարցը, որտեղ որ պետք են, ինչքան որ պետքա բարձրաձայնվում է, ասվում է եւ դրա նաեւ խաղաղության հաստատման դեպքում շատ ավելի հնարավոր է դառնում։ Իսկ դուք փորձել եք ձեր խողովակները, հնարավորությունները օգտագործել այդ, ոչ, դուք դեմ եք եղել միշտ։ Ձեզանից ավելի դեմ, դուք աշխարհի վրա երջանիկներ եք, որ այնտեղ գերիներ կան, որովհետեւ դուք դա կարողանում եք դարձնել գործոն ներքաղաքական դաշտում։ Առավել եւս, երբ որ չափազանցված գնահատականներ եք տալիս։ Բայց այս թեման թողնենք, որովհետեւ ամեն դեպքում գերիներեն ես չեմ ուզում ուրիշ բաներ ասել։ Բայց ասելիքներ շատ կա։ Այնպես որ Տիգրան Աբրահամյան եւ պատիվ ունեմ, վայ։ Այս չի ձեր ղեկավարը, Արթուր Վանեցյան։ Նայեք ինչ գրառում արի, ես չգիտեմ, իսկապես չես հասկանում, էլի ոնց մեկնաբան, հիմա նստած եմ, այս մարդը ներկայում է քաղաքական հասարակական գործիչ, ես էլ պիտի իր մի գրառումը մեկնաբանեմ, չէ։ Նստած եմ ուզում եմ մեկնաբանեմ, խնդրում եմ Ժողովուրդ ջան, ինձ օգնեք, ես ոնց պիտի մեկնաբանեմ։ Այսինքն հարցը ինչ ես լավ կմեկնաբանեմ, վատ կմեկնաբանեմ։ Եկեք մատերիալին նայեք ինչ ունեմ ձեռքի տակ։ Ուրեմն, որպես ԱԱԾ տնօրեն աշխատած մարդ, հավաստիացնում եմ ձեզ, որ այսօրվա անդիմադիր դաշտից շատերը ճանապարհներ էին փնտրում Նիկոլ Փաշինյանի հետ ընկերանալու, նրան ծառայելու ու շողոքորթելու համար։ Անունները չտամ, բայց դրանք այսօրվա անդիմադիրներից շատերն են, Արթուր Վանեցյան։ Արթուր Վանեցյան, մինչև քո ԱԱԾ տնօրեն լինելը եւ ԱԱԾ տնօրեն լինելու ընթացքում դու ինքդ ճանապարհներ ես փնտրել, որպեսզի լինես ԱԱԾ տնօրեն։ Ո՞նց ես դու ԱԱԾ տնօրեն կարգվել, հիշում ես։ Մեռար մարդ գցելով մեջտեղ որ դառնաս ԱԱԾ տնօրեն։ Ու դարձար ԱԱԾ տնօրեն։ Հետո քեզ լավ չպայեցիր որպես ԱԱԾ տնօրեն։
Պարոն կադրային չեկիստ, հիմա դուրս ես եկել, ում ես անուն դնում, քեզ նման մարդիկ են, քո նույն բնավորությունից ունեցող մարդիկ, որովհետև 18-ից հետո, այո, բոլորն էին ճանապարհ փնտրում, Փաշինյանի աչքին երևալու, բոլորը։ Դու հիմա ինչ դրել ես, քեզ փորձում ես օտարել այդ խմբից։ Չէ։ Ցիրկա, չգիտես, այս դեպքում, ասենք ում համար է գրել, ում համար, մարդկանց համար, որտի քո ապուս չեն։ Ինչ դանոս է ուղարկում բան Ռուսաստանես գրառումով, որ իր ստավք են բարձրացնի, չես հասկանում, իսկապես չես հասկանում։ Սրանք հայտ են ներկայացնում, որ մենք գանք Հայաստանը դահեք ինչ ենք դարձնելու։ Իմիջայլոց այսօր մի տիկին էր զանգել Վաղեմի ծանոթներից, մի լավ բան հիշեցրեց։ Ասում է գնել ջան, չեք հիշում դուք, երբ որ Քոչարյանը մի առիթով այսպեսի արտահայտություն արեց, որ Հայաստանը դարձնելու եմ փոքրիկ Շվեյցարիա ու 500,000 մարդ է ապրելու։ Մի 500,000 բանով, բնակիչներով, սենց քիփիլիկ Շվեյցարիա ենք սարքելու։ Մարդը բան է հիշեցնում։ Այդ որ 500,000-ի համար էր մեր պետությունը։ Այդ ինչ ընտրյալների մասին էր խոսքը։ Եվ նրանց նոքյարների։ Ովքեր էին լինելու նոքյարները, ովքեր ընտրյալները։ Իսկ մնացածն է, չնայած այդ ծրագիրը կարելի ասել մասամբ իրագործել է, որովհետև միլիոնից ավել մարդ է արտագաղթել։ Այսինքն կարելի ասել Ռուսաստանն ուզեցել է տարածաշրջանային անկլավի վերածի Հայաստանը եւ ստանա նրանից փոքրիկ Շվեյցարիա։ 500,000 բնակչությամբ, իսկ մնացածը թող գնան Ռուսաստան ասֆալտ փռելու։ Կամ ուզում են թող գնան։ Հայաստանը նրանց տեղը չի, ինչպես ասում էր Քրիստինա Վարդանյանը։ Հիմա ես Սեփա Սաֆարյանի ակնարկին նույնպես ուզում եմ անդրադառնալ։ Տաշիր Սամվել Կարապետյանի ներգրավմամբ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է Արդյուն բանկի ղեկավարը եւ կարծես թե այդ հարցաքննությունն է պատճառ հանդիսացել արգրավման քննչական գործողություններ իրականացնելու ԼՂՀ նախկին ներկայացուցչությունում։ Փաստաբանը ակնարկում է ինչ-որ ֆինանսական գործարքներին վերաբերվող փաստաթղթերի հանդեպ քրգործի շրջանակներում առաջացած հետաքրքրության մասին, որոնք կնքվել են Արցախի ներդրումների հիմնադրամի հետ։ Արդյուն բանկը Վոյինը Քոչարյան Ռոբերտի մասին է խոսքը։ Արդյուն բանկը Վոյինի հետ չէր կապվում, Արցախի հետ հիմնադրամը չէր են միլիարդների վարկեր տրամադրողը, որ ոմանք գաղթից միլիոններով եկան։ Վայ ձեր ձևերը կտրվեն։ Շատ հետաքրքիր թեմա է բասում։ Այ հիշում եք օրեր առաջ, երբ որ բան եղավ, այդ թեման է ինչ է տարածում, թե 53 քննիչ են ներգրավվել, որպեսզի մի բան կարեն Սամվել Կարապետյանի վրա։ Ես էլ ասում եմ, իսկ եթե ինչ գիտեք, գուցե հակառակն է, որ առնվազն 53 քննիչ է պետք, որ այդքան բանը հսկայածավալ գործը բերի իր տրամաբանական տեղը հասցնի։ Այսինքն երկու տարբեր մոտեցումներ կան, չէ՞ այստեղ։ Նայած ով որ տեսանկյունից է նայում։ Եվ կարծես թե սկսում է ինչ-որ պտուղներ տալես ամեն ինչը, որովհետև պարզից էլ պարզ է, որ ինչ էլ լիներ, այդ մի հատ նախադասության համար, լավ, երկրորդ անգամ գոնե կալանքը չէին երկարաձգի։ Չնայած այդ արտահայտությունը դատապարտելի արտահայտություն է, ու պիտի ականջներին օղ անեն, ցանկացած այն ներկայացուցիչները, ովքեր դրսից ուղարկված կլինեն Հայաստանում իրենց ձևով, այսինքն դրսի ձևով մի բան անելու, դա ազգային անվտանգային խնդիր է, բայց կարելի է որոշակի մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի առնել եւ կալանքը գոնե որպես խափանման միջոց փոխել։ Բայց այստեղ չեն փոխում, որովհետեւ շատ բարդ իրավիճակ եւ գուցե հենց այս գործի
շրջանակներում էր Սամվել Կարապետյանը եկել ասես բլիցկրիկ աներ արագ ու ինչ որ հարց լուծվեր Հայաստանում, որպեսզի այս գործերին լրջագույն անդրադարձ չլինի եւ կոծկվեն։ Գուցե դրա համար էր։ Եվ նաեւ գուցե դրա համար էր, որ ի սկզբանե արցախցիներին ներգրավեցին այս բոլոր հարցերի մեջ, որպեսզի հետագայում եթե բաները լուսաբանվեն, բացվեն, հանկարծ արցախցիները ամեն դեպքում շատ ծանր չտանեն ու շատ չընդվզեն իրենց դեմ։ Այստեղ արցախցիներին նույնպես խորհուրդ կտամ մի պահ կանգ առնել ու սպասել, որովհետև ցանկացած գաղտնիք վաղ թե ուշ դառնում է ամենատեսանելին։ Եվ քանի որ այս պատարակին չանդրադառնամ սրանց որակումներին, ես ուսուցողական մի թեմայի անդրադառնամ։ Ուրեմն Խաժակ Թանանյան Facebook-յան օգտատեր շատ հետաքրքիր բան է հիշեցնում մեր պատմությունից մի հատված։ 1827 թվականին ռուսները գրավեցին Երևանի բերդը։ Ներսես աշտարակեցին արժանացավ Ալեքսանդր Նևսկի շքանշանին։ Նույն շքանշանը 25 թվականին ստացավ Եզրասը։ Ես Ներսես աշտարակեցուն կարծեք թե ուզում եմ խամրեցնել նրա անունը, նրա արձանը նույնպես կանգնացված է հենց աշտարակ քաղաքում, կուլտուրայի հանդիմաց, բայց սրանք փաստեր են։ Տեսեք, Հայաստանի ռուսաստանացումը սկսվել է 200 տարի առաջ։ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին հայկական կամավորական ջոկատները ռուսական զորքի հետ մտան Երևանի բերդ։ Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Երևանի գրավման հանդիսավոր արարողությունը։ Բերդում մատուցվեց պատարակ Ներսես աշտարակեցու առաջնորդությամբ։ Երևանը գրավելուց հետո աշտարակեցին ընտրվեց ժամանակավոր վարչության անդամ։ Այսինքն միանգամից քաղաքականացրել են։ Նրա ջանքերով կազմվեց 1000 հոգուց բաղկացած զորամաս, որը ռուսական զորքի հետ պետք է պահպաներ կարգ ու կանոնը երկրում։ Սա հենց ռուսականացումն է երկրի։ Իր ցուցաբերած օգնության եւ մասնակցության համար նա ռուսական կառավարության կողմից 1828 թվականի հունվարին արժանացավ Ալեքսանդր Նևսկի շքանշանին։ Այս առիթով տրված կառավարական ռեսկրիպտում ասվում էր. դուք մեր զորքերում ունեցել եք ամենագործուն մասնակցություն մեր զորքերում, ռուսներն են ասել, անգամ ենթարկվելով անձնական վտանգի, ձեր անձնական օրինակով հայ ժողովրդի մեջ մշտապես պահպանելով բարյացակամություն մեր հանդեպ։ Իսկ եթե Ռուսաստանը մեզ փրկում էր պարսիկներից, կարելի է իմանալ բարյացականության ինչ պակաս կար։ Պիտի որ չլիներ, չէ։ 1828 թվականի փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ Իմիջայլոց այս ժամանակ էլ հենց երևի շատ սիմվոլիկ էր, որ Երևանի բերդում խաղացվեց Գորիա Ատումա խելքից պատուհասը ներկայացումը, բեմադրվեց այդ պիեսը եւ խաղացին։ Մինչեւ հիմի քանդակը, որմնապատկերը այդ դիմացի ձեռնարկությունում, որպեսզի գովաց չհնչի չասեմ, կա պահպանված։ Երևի հենց այս խելքից պատուհասը շատ սիմվոլիկ էր այդ ժամանակ։ Եվ Ռուսաստանը հիմա էլ դիտարկում է Հայաստանը որպես իր սեփական տարածք, այս սրանց միջոցով։ Եվ Հայաստանի Հանրապետությունը այսօր գնում է մաքսիմում ինքնիշխանության ու անկախության, եւ դա է նաեւ պատճառը, որ արտերկրի այս կարեւորագույն հանդիպումների շրջանակներում մի օր արևելք, մի օր Ասիա, մի օր արաբական երկրներ, մի օր Եվրոպա, մի օր արևելք, մի խոսքով, այս
արտաքին դիվանագիտության այս ձևը եւ տարածաշրջանում հստակ քաղաքական բաներ արտաքին դիվանագիտություն վարելը այս ամեն ինչը դուր չի գալիս ներսի այն ներկայացուցիչներին, ովքեր որ համաձայն են, որ Թուրքմենչայի պայմանագիրը պետք է գործի։ Իմիջիալոց Բալասանյանը մի ժամանակ դրա մասին ակնարկեց 2-3 տարի առաջ։ Եվ Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետությունը դառնա տարածաշրջանային անկլավ ամբողջովին ռուսական։ Այս է խնդիրը։ Բազայի ներկայությունն էլ նաեւ դրա մասն է, բայց դրանից էլ կազատվենք։ Պետք է ժամանակնաճիշտ փորձել ըմբռնել բոլոր ժամանակներում սրբազնացված թեմաներից չպետք է խորշել ու պետք է սկսել կպնել ու քննարկման առարկա դարձնել։ Հավատացեք, դրանով մենք ոչ թե փորձում ենք թուլացնել դեր ու նշանակությունը, այլ ճիշտ անվանում տալ կայսրական կրթությունից, որը որ մեր ուղեղի մեջ նստածած էր, որովհետև մեզ դիտարկում էին կայսրության մի մաս։ Մենք պետք է փոխվենք ու մեր բուն հայաստանյան հայկական կրթությունը ստանանք։ Իհարկե դժվար է, բայց հնարավոր է։ Դե ինչ, եթերում ազատ շփումներ, սիրելի հեռուստադիտողներ, վաղը խորհուրդ եմ տալիս եւ հիշեցնում, որ շաբաթ է եւ սև սպիտակ ոդքասթը կլինի եթերում։ Լավ մնացեք։